Փոխվարչապետ Օվերչուկը բացառել է Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների ընդունումը։ Պայմանագրի փոփոխության մասին խոսք չկա, պայմանագիրը փոփոխելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, իսկ Հայաստանը, որքան գիտենք, չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այնտեղ շատ լավ են հասկանում թե արտոնությունների ծավալը, թե ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը նման չափերով մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գործում են Հայաստանի համար, ասել է ՌԴ փոխվարչապետը։ Պատերազմի վերսկսման հավանականությունը ցածր է, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի փոխհրամանատարի հայտարարությունն է։ Նրա խոսքով պատերազմի վերսկսման հավանականությունը ցածր է մնում թշնամու թուլության պատճառով։ Նա ընդգծել է, որ չնայած դրան բանակը գտնվում է լիակատար մարտական պատրաստության մեջ։ Մադրիդի Ռեալի բրազիլիացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խնդիր չի տեսնում այն փաստի մեջ, որ իր գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 1 տարի։ Ես չեմ շտապում պայմանագիրս երկարաձգելու հարցում, ակումբի հետ դեռ շատ բան ունենք քննարկելու։ Ես հանգիստ եմ, Ռեալում եւս հանգիստ են։ Ֆլորենտինո Պերեսը վստահում է ինձ, իսկ ես վստահում եմ նրան։ Իրանական եւ ամերիկյան կողմերի միջև անուղղակի շփումները շարունակվում են, ՏԱՍՍ-ին ասել է Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերին, ինչ վերաբերում է ամերիկացիների հետ անուղղակի շփումներին, այո, դրանք շարունակվում են, ընդգծել է նա։